Եվ այսպես նոր օր եւ նոր գաղտնալսումներ Իսկ ինչու եք կանգնել այդտեղ։ Ինձ էպես կանգնել եմ։ մեր հատուկ թղթակիցը գնաց Գերմանիա եւ լրիվ ախուի մեջ է։ Այնքան մաքուր է, որ ճանճերնել են նկարված։ Առավոտը դիմավորեցինք այսպիսի լուրով։ Դեպրը չգիտես ոնց ինչ հանգամանքներում բանդակից դուրս է եկել ու թափել։ Ներս եմ սիրում, որ մեկ-մեկ Պետրոսն էլ ախույի որում։ Ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինչ է տալու։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է, շնորհակալություն, որ մեզ նայում եք, շնորհակալություն, որ ոչ մի թողարկում բաց չեք թողնում։ Կարող եք նաև բաց չթողնել մեր մայիսի 14-ի ստենդափը Ստանիսլավսկիում Տոմսերը ստեղեք։ Իսկ եթե ստենդափին էլ եկաք, բայց մի հատ ինչ-որ շարունակություն է ուզվում, օրինակ ուզում եք ցկցկալ, ապա մայիսի 16-ին մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը Գրեմիակիր DJ Afrojack-ին բերում է Հանրապետության հրապարակ։ Այնպես որ համեցեք, կարող եք բերել նաև այն բարի օրվա 75 օղակ կազմած Քոչարի պարողներին, թող Afrojack-ը ուրախությունից խույ որի։ Never, I mean ever say how are you. Դե զզվցրիկ։ Եթե ձեզ են զզվցրել նրանք, ապա համեցեք մեր ստենդափին մայիսի 14-ին, որտեղ սենց գովազդային ընդմիջումներ չեն լինելու։ Ձեռք բերեք Տոմսերը հենց հիմա Ticket System AM-ից։ Does that make sense? It doesn't. Եվ սա դեռ ամենը չէ։ Մեր ստենդափին լինելու են հատուկ հյուրեր ու աստիճանաբար ենք բացահայտում եւ այսպես առաջինը պատրաստեք Այո։ Ուրոլոգ Դավիթ Տոնոյանը իր ստենդափն անելու մեծ բեմին, նենց որ համեցեք Ու ոչ թե AI Տոնոյանը, այլ իրական ուրոլոգ Տոնոյանը։ Համեցեք մայիսի 14-ին։ Եվ այսպես նոր օր եւ նոր գաղտնալսումներ ենթադրաբար ուժեղ Հայաստանից մենք չգիտենք հաստատ, բայց մի բան ակնհայտ է, կամ ընտրակաշառողները ենթադրական շատ տուպո են ու չեն օգտվում փակ կապից, կամ նրանք ուզում են բռնվել։ Ամեն դեպքում ով ինչ անում, ոնց որ մեր հաղորդման օգտին է անում։ Հա, վաղը ժամը 12-ին ազգային ժողով են կլնելու։ Կարա դու գաս։ 12-ին այդ չար ժամա, բայց բոլորը ապաս մի բան կանենք լավ։ Հա, 11-ից կեսքան գրասենյակ, հələ տենամ ինչա 20000 կվերցեմ, ինչով կենանք ինչ ենք անում, 20000 կվերցեմ, կտամ ծոձերը փողլի, եւ ստանաս կտանք կորգոն կանենք։ Էսեն ԱԺ-ի հավաքն է, որը ինչքան մի ամսից ավել առաջ էր, այսինքն ԱԱՑ-ն հավաքել այն ժամանակ գաղտնալսել է, հիմա նոր բաց է թողում, որ սպուգնուտ չանի։ Ամեն դեպքում, եթե մարդիկ ինչ-որ խրախուսանքի միջոցով են գնացել հավաքի, պետք է ինչ-որ ձև երևա, չէ։ Ինչ-որ ձևով պետք է Մեկը չի ֆայմել, նա գնա այդ մարդկաց մեջ քայլի հարց ու փորձ անի։ Չկա տենց մարդ։ Բացի մեր հատուկ թղթակից Նարեկ Կիրակոսյանից, որը չզլացավ ու գնաց ԱԺ։ Всё, Նարեկը մերն է։ Նարեկը մերն է։ Ձեր այստեղ գալու նպատակը ո՞րն է, ինչ եք դուք ուզում։ Ես չգիտեմ, ուրիշի էլի արծրացավը։ Գիտեք ինչու եք եկել։ Գիտենք, ինչ գիտենք, մեզի հերիք է դա։ Ինչ գիտեք, օրինակ ինչ պահանջը ո՞րն է ձեր։ Անդեղ հարցրեք ասեմ։ Հա դուք որպես աջակից եք, ուսակցության եք։ Աջակից եմ, հա։ Գնեք, դուք մասնակից եք։ Այո։ Ինչ ձեր պահանջը որ խնդրեմ կներկայացնեք։ Կասեք ինչ պահանջ ունեք այստեղ։ Պահանջ չունենք, բալա։ Բա ինչու եք եկել։ Եկել եմ ինձ էտի շուրկալի, մանկալի։ Պատա դինջարում եմ կինեմ։ Հա, այս ակցիայի հետ կապ չունեք։ Չէ։ Գնեք, դուք էլ կապ չունեք։ Դուք չէ։ Իսկ ինչու եք կանգնել այդտեղ։ Ինձ էպես կանգնել եմ։ Տիկին ջան, էլի կանգնեք, ուղղակի երբ գալիս եք նեղ կրուգով ուժեղ Հայաստանի աջակցության հավաքին, ստեղծում է տպավորություն, որ դուք այն կաշառքով բերված մարդկանցից եք, որը վստահ ենք դուք չեք, բայց տպավորությունը տենց է։ Դե ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր շատ լավ էլ հասկանում էին ինչ է եւ շատ լավ բացատրեցին ամեն ինչ։ Կներկայացնեք ձեր պահանջը, ո՞րն է, ինչ նպատակով եք եկել այստեղ։ Պարզանում եմ, չէ՞։ Ինչպես։ Լավ շնորհակալ։ Չեք ուզում խոսել։ Դուք կասեք ինչը։ Ինչպես։ Հետո եր։ Հիմա եք ակցիան անում։ Ոչինչ, հետո գարտահայտվենք։ Պահանջը կարող եք ձևակերպել։
հետո կարտահայտվենք մեր ցանկությունից։ Ամեն ինչ պարզա Նիկոլը հատուկ մարդկանց ուղարկում է ուժեղ Հայաստանի հավաքին, որ ստեղծի տպավորություն, որ ուժեղ Հայաստանը կաշառքով մարդկանց է բերել։ Բում։ Всё. Ուրիշ բացատրություն կա։ Չի կարող ուրիշ բացատրություն լինի։ Թողնենք եւ գնանք այդ ենթադրյալ կաշառողներին, այդ գաղտնալսումներին եւ այսպես նրանք թիրախավորում էին ворցերի։ Ում? Ворց թորների։ Ասամ, Հրող պորոս ворսոր դոբրի։ Добрый, Սամ ջան։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես, Սամ։ Նորմալ, դու մենակ գիտես ում լսես։ Հրող պորոս։ Այսօր ժամը 4-ին 10 պակաս պետք է ինձ ավան առինջ լինենք։ Քանի օքի այդ մարդես բերեմ։ 3-ը հաստատ է։ Դե Մամիկոնյան վարդան արա։ Հորոխբոր ворց թորանը, միայն ворց թորանը կարելի էր վստահել Վարդան Մամիկոնյան օպերացիան։ Այդ որն է։ Երևի պատրաստ լինել դիմակայելու հարբած փղերին։ Իսկ նորմալ մարդ գոնե հավաքվում է Վարդան Մամիկոնյան անելու համար։ Ես որ ընդդեմ իրանց ասեմ մի 300 հոգի, 400 հոգի սամո ախորս զա բղագադարյու։ 30-40 հոգու ասես ընտանիք էդի եկա բանա։ Ասամի 1000-1500 դամ մենք կարողացի մարզում ես կտանք։ Ջան, բա խո ցավը տանեմ։ Էդի եկա բանա, մեռնեմ քեզ, գտամ ախորը կասեմ մեր։ Որ դու էլ գասը նարեկին եք ասենք։ Դոմանուվա լավ բան անում են դոնե իրան, Սամո։ Դե այդ ընտրություններից հետո տենանք էլի գործմորձի գոնե տնեն ընձի։ Okay, ստեղ մի հատ շատ կարևոր օրալ հիգիենայի հարց եկեք պայմանավորվենք։ Կլինի ծամելով չգաղտնալսվեք, արա կերեք, զղտկվեք, հետո նորը շատ տհաճ է լսել ամեն օր ձեր գաղտնալսումները ահագնացող այդ ուտելու ընթացքում։ Մենք է զաբլագադարու կանենք ձեզ դրա համար։ Իդեպ ինչ զաբլագադարու է սպասվում, ինչ գործի հույս կա։ Դեպուտատի գործի չի գործախ, պիտի դեպուտատ լինի։ Բա ես քո ցավը տանեմ։ Նարոդի դեպուտատ։ Ես քո ցավիկը տանեմ։ If you know բուրգերներ, այնքան համով ա, որ նույնիսկ գաղտնալսելուց չենք կարողանում փոկվել։ Ու նորից չենք մոռանում ազգային ազատագրման էլեմենտը։ Աղատենանք ինչ անեմ էլի Մամիկոնյան վարդան պետք է անենք։ Իսկ մինչ աշխարհի ամենավատ կոնսպիրոլոգները Վարդան Մամիկոնյանն անում ուժեղ Հայաստանը, բաց գաղտնած չլսվող ասուլիս արեց։ Ահա, այ հիմա ինչն է վստահություն ներշնչում Սամվել Կարապետյանին։ Մեզ վստահություն ներշնչում է մեր ժողովուրդը։ Մեզ վստահություն ներշնչում են բոլոր հարցումները։ Մեզ վստահություն ներշնչում է Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգը, իսկ ինչ վերաբերվում է տնային կալանքի պայմաններում, այնպես է ստացվել, որ կալանքում նույնպես հեշտությամբ կարելի հաղթել Փաշինյանին։ Իսկ ինչ է սպասում ժողովրդի ծոցի միջից դուրս եկած Փաշինյանին Վարդան Մամիկոնյան ակցիայից հետո։ Դե նայ, քանի որ Սամվել Կարապետյանը բարերար է, շատ բարեգործական խոստում տվեց նաև Փաշինյանի հարցով։ Քանի որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո հնարավորություն էլ չի ունենալու պարգևավճարներ ստանա, ես կառաջարկեմ, որպեսզի վարչապետը շարունակի իր գործունեությունը, ամեն ամիս 1 դրամ փոխանցելու եմ վարչապետին։ Իսկական բարերար։ Վարչապետը իրոք օգնության կարիք ունի, գիտես, նվագախմբի տղաները իրանք էլ զգում են, որ աճելու տեղ կա։ Տղաներից մեկը խոստովանեց, հա ինչ որ բան։ Դե կա։ Վարչապետի ելույթի հետ կապված ես մեր Գյումրի ելույթը լսել եմ նորից, ես կարծում եմ, որ մենք դեռ հենց պետք է աճենք։ Այդպիսի բեմերից ելույթ ունենալու համար Ահն հեսա ամիսը մի դրամ որ սկսի չռալ, տեսեք ոնց է կաճում։ Տեսեք Սենց որ գնաց, նույնիսկ կարա բարի միջազգային օրվանն էլ ցկցկացնի։ Այո, Երևանում տեղի ունեցավ բարի միջազգային կամ համահայկական տոնը, կամ ինչպես այն անվանում են երևանցի վարորդները, շատ վատ օր։ Բարային տոն եք ուզում, վարվեք ինչպես վարվեց Ծառուկյանը, գնացեք կոտայք։
Նոր գյուղում իրենց հայրենակցին սրտաբաց են ընդունում։ Անհատական շուրջ բարի օր։ Մարդիկ սիրում են, ի՞նչ է։ Էլ ինչ եք ուզում։ Մեկ էլ դե Հիսուսն ենք ուզում, որովհետև արդեն ոնց որ ապրիլն էլ անցավ, հարություն առավ, մեզի ձեզի ավետի սեղավ, իսկ Հիսուսը չկա ու չկա, ուր է։ Ասեմ այսօր ես ծրագիր եմ արել, որ 20-30 միլիոն մարդ գա։ Դուք մի հատ էլ երկու հատ էլ ուրիշ ծրագիր անեն, ասենք այդ ծրագիրը ոչ թե միայն մեր այս տարածքին է օգուտ, ամբողջ Հայաստանին։ Այո, համաձայն եմ, բայց որպեսի դա լինի, դա պետք է նախ լինի, նենց որ միջև տարվա վերջ, պարոն Ծառուկյան, սպասում ենք աշխարհի ամենամեծ Հիսուսի արձան։ Բայց եկեք վերադառնանք Վարդան Մամիկոնյան օպերացիային, որտեղ գաղտնալսումները այս անգամ մի փոքր անverջ են։ Բանն այն է, որ պարզվեց ընտրությունից առաջ բազմասանիկ քավոր լինելը շատ օգտակար բան է։ 15-20 տանիքի քավոր է, Սամուջան, ում զանգեմ իմացած իրացման ուրիկա։ Դե բավսյո բա։ Ասած ասել ընտանիքներով, բարեկամներով ուպորելեք։ Գնացեք գմփսրեք։ Սամջան, աղբերես։ Ինչքան սանիկ շանգյալ կա, գմփցրեք։ Իսկ չարխեր լինելու են, ու մենք անկոմեդիում առաջի անգամ օգտագործեցինք չարխ բառը։ Շատ տեղին հարց, ուր են չարխերը։ Եմի չարխերը կա, ջոգում ես մենք իրանց պիտի օգնենք, իրանք է մեզ։ Մենք չեկալա նարեկով այդ հարցը լուծենք, պիտի մեզ փող կայլա վերցել, սաղ պրծունեմ սաղ։ Աղբեր, մեր աղբերը, մեր դիքը չարխերը անում, ասա, օգնենք աղբերինքն են դեա։ Ոչ մի չարխ չի մոռացվի եւ ոչ մի քյոմագ անչարխ չի մնա։ Մեկ էլ մի հատ էլ խնդրանք, էլի։ Այդքան մի կերեք գաղտնալսվելու ընթացքում տպավորությունն է, որ ոչ թե հեռախոսն են գաղտնալսում, այլ ստամոքսի մեջ ինչ որ միտեղ դրած է միկրոֆոն։ Եվ խոսալը մենակ քիչ է, չարխ անելու համար մեկ էլ փող է պետք։ Փող ուղարկում են Մամիկոնյանները։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին հերթական օպերատիվ տվյալները։ Ըստ այդ տվյալների, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությունը ժամանելու Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՌԹ-ն, ով իր հետ կախիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։ Այսինքն ոնց, պետք է մեշոկով փող բերել ՌԹ-ն, կարծում եք ընտրակաշառողները այդքան տուպո են, շալակեն ու նախ մեշոկով չի, այլ սիրուն ճամպրուկով է, հետո փող չի, այլ չարխա, եւ հա, այդքան տուպո են։ Զվարթնոցը թնավականում հայտնաբերվել է ՌԹ-ն, ում մոտ արկա է եղել կանխիկ 65 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Արարևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Ուշագրավային հանգամանքը, որ 1 օր անց Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԹ-ի ազգական Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՀԹ-ի մոտ եւս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար 7.6 միլիոն ռուսական ռուբլի։ Այսինքն ինչ որ մեկը ճամպրուկով լիքը փող բերեց, բռնվեց, 2 օր անց իր, ասենք աղբերը տեսավ, աղբերս ճամպրուկով փող տարավ, ածն բռնեց, չբռնեմ մի հատ էլ լրիվ նույն բանը ես անեմ։ Մի խոսքով մի դադարեք, թող այդ փողերը շարունակեն մեշոկով գալ, որովհետև մի չարխել բյուջեին ալնում։ Լավ, վերադառնանք Вообще կապ չունեցող այս թեմայի հետ Սամվել Կարապետյանին եւ այսպես ինչու է պետք ընտրել նրան, ինչ տիպի մարդիկ պետք է գան իշխանության։ Գալիս են արդեն հարստացած մարդիկ, ովքեր հարստանալու կարիք չունեն։ Մենք հարստացնելու ենք հայ ժողովրդին։ Դե բայց մի երկու հոգել բռնեն Զվարթնոցում կարողա չհասցնենք հարստացնել ժողովրդին։ Մի քիչ կրեատիվ է պետք լինել։ Պետք է այդ պաչկեքը դնել, ասենք, փուչիկի մեջ ու կուլ տալ, նու տրուբուչկա արած ցանկալի։ Սենց դեպքերի համար բայց գործում է ԱԱՑ-ի արագ արձագանքման պրոկտոլոգիական թիմը։ Լավ, մի փոքր բարձրացրենք այս լարված վիճակը գեղեցկուհի Գերմանիայով։ Մեր հատուկ թղթակիցը գնաց Գերմանիա եւ լրիվ ախուի մեջ է։ Ես Գերմանիայում եմ, Ֆրանկֆուրտում, օդանավակայանին կից չի շատ հարմար է երկաթուղային կայարանում։ Տեսեք, այս գնացքի վրա, ինչպես նաև բոլոր այլ գնացքների վրա Գերմանիայում նկարված է մարդ, որը առաջարկում է ձայն չանել, գրված է այստեղ։ Գիտեք ինչու։ Մի պատճառով ինչու այստեղ զուգարանների, հանրային զուգարանների կոնքերի վրա ճանճ են նկարում, այդքան մաքուր է
որ ճանճերն են նկարված։ Տիգրան, այդ ջանջը մակրության խորհրդանիշ չի, դա նրա համար է, որ մարդիկ բզացնելուց ճիշտ նշան բռնեն։ Բաները որ բուն գերմանացիք պրինցիպի այսքան տարի ագին ուղիղ են բզսնում, բայց հետո միգրանտները այդպես մի քիչ շատացան ու ստիպված ճանճեր այցել որ ապր ծպր չբզսնեն։ Okay, իսկ այդ սուս մնալու նշանը ըստ Խզմալյանի ինչի համար է։ Առաջին հայացքից ակնհայտ է, որ սա սուս մնալու համար է, բայց ինչ սիմվոլիզմ կա սրա մեջ ըստ մեր հատուկ Խզմալյանի։ Իրանց гнացքները այդքան անաղմուկ են, որ կատակի համար նկարում են շշնջացող մարդու։ Տիգրան нужно серьезно поговорить։ Նախ գերմանացիները չէին կարող կատակի համար նշան տեղադրել, այն պատճառով որ գերմանացիները չունեն հումորի զգացում։ Հետո այդտեղ հոմենա գերմանացիներ չեն նստում, այդտեղ ամեն շուն ու շանգյալ կարագան նստի ու բարձր խոսա։ Խոսքը երբ ձեր մասին չի, դուք մեր ինտելիգենցիան եք Գերմանիայում, բայց այն մնացածները ով ասես գալիս է Գերմանիա ու դա նման բարձր է խոսում գնացքներում։ Այդ նույն ճանճը զուգարներում նրա համար է, որ այդ նույն մարդիկ բազմավեկտոր քաղաքականություն չվարեն միզելու հարցում։ Լավ եկեք գերմանական պերֆեկցիոնիզմը բերենք նաև Հայաստան, ինչպիսին են օրինակ ճանապարհները Մարտունիում, Գեղեցկուհի Մարտունիում։ Այս ինչ է, այս թերությունա թե չէ։ Սա մենք թերություն համարում ենք։ Ինձ թվում է Փաշինյանը վերջին 3-4 ամիսների ընթացքում երբեք չի եղել Երևանում, որովհետև սա հենց այն է, ինչին մենք ձգտում ենք Երևանում։ Հայլի Երևանի են եկյա փոսերը աշկին չեն երևում, բայց Մարտունի են միացան սիրուն խազը ասֆալտի վրա, վրազ ասք չտակեց, հա։ Մի հատ գնահատ ենք, էլի սա շոկ առաջացրեց Փաշինյանի մոտ։ Հիմի սա թերություն է, հա։ Նայեցի չի հետս համեմատում, համեմատած սրա հետ չէ։ Այս սա ավելի նման է թերության։ Հիմա այսպես մի հատ խազ, եթե Գերմանիայում Խզմալյանը տնար ասֆալտին, կասեր, էսի կատակով թողել են, որ իմանան թե ինչպիսին է ասֆալտը եղել մի 200 տարի առաջ։ Okay, վերջը, Խուդացյանը ինչ է ասում, այդ խազը թերությունա թե խազեր մրցանակաբաշխության դափնեկիր։ Սա թերություն։ Այսինքն ընդունելից մենք նայում ենք շինարարական օբյեկտ է, սա այս տարվա ավարտին մոտավորապես սեպտեմբերի նախատեսված ավարտին։ Մինչև սեպտեմբեր խազը կվերականգնեն ու տեղ աշխատում է լավագույն թիմը, որը վերջերս վերականգնեց Ծիծեռնակաբերդի խճուղու այն հատվածը 3 տարվա ընթացքում։ Ոչ բոլորը, բայց հիմնական մասը հա 90%։ Եկեք հույսով մնանք, որ մի օր Մարտունու ասֆալտապատումը կգա, կհասնի նաև Երևան։ Մնում եք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում մեզ սպասում է նոր անձնագիրը։ Մեզ սպասում է շատ անհավանական կենթանի Միասնիկյան պողոտայի վրա ու էլի լիքը թեմաներ։ Spin Ideas Agency-ն շարունակում է առաջարկել բազմաթիվ ամեն ոչի ճաշակի տաղավարներ ձեր ոդկասթի, ձեր ռիլերի, ձեր գովազդների համար։ Բազմաթիվ ստուդիաներ, գույներով, լույսերով, ռեկվիզիտներով, հատուկ ձեր քիմքին հարմարեցված։ Եվ քանի որ ամառային հաճելի եղանակ է շատ շուտով հուսով եմ լինելու, նաև բացօթյա ստուդիա ենք պատրաստել ձեզ համար, որը շատ սիրուն է։ Spin Ideas Agency։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են, ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ը։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել լայվ ֆորմատով։
կներեք։ Այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Սկսենք երկրորդ մասը մի քիչ սյուրռեալիզմից։ Իբր թե առաջի կտորը սենց կլասիկ սոցիալիզմ էր իր Վարդան Մամիկոնյանով ու հորեղբոր Որց թորով։ Նո, ոչ հա, որպեսզի պատկերացնենք մեր գժանոցի ծավալները, առավոտը դիմավորեցինք այսպիսի լուրով։ Մայիսի 1-ն է։ Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Երևանի կենթանաբանական այգուց զեբրը, չգիտես ոնց, ինչ հանգամանքներում վանդակից դուրս է եկել ու փախել է։ Սովորական ուրբաթ նախընտրական Հայաստանում։ Ոնց է զեբրը փախնում կամ խի է զեբրը փախնում։ Նայ, ստե կա մի քանի վարկած համար առաջին նախ դրսից ծանոթ մարդ նաժովկա է զեբրին բերել, հետո պահակներից մեկը իր ծանոթն է եղել ու սիգնալիզացիան անջատել է ու զեբրը օքեյ։ Վարկած երկրորդ այնքան բարի զեբր ա եղել, տեսել ա քաղաքում լիքը տեղ զեբրը գծած չի ու որոշել ա մի չար խանի հայ հետիոտների համար դուրս ա եկել, որ չգիտեմ, Շամշան դու ասա ինչ ա տեղ կատարվել։ Բայց ոնց է փախե։ Ոնց է փախե։ Վանդակից։ Օ, վանդակից։ Այդտենց կարելի է։ Եկեք նավսյակի շտապ առյուծի վանդակը ստուգենք, որտեղ առյուծը այնտեղ կարող է խույվորի ասի, բա չբռնեմ ես էլ մի հատ Վարդան Մամիկոյան եմ։ Ու մի րոպե, էլի, եթե արդեն առյուծն ու զեբրը փախնում են, պետք է շատ ուշադիր հետևել բեգեմոտին ու ընձուղտին, որտեղ Մադագասկարի սաստավը հավաքվում է։ Այնա հերվում անվտանգության աշխատակից եկավ գազանանոցի, բայց տարիքով մարդ է։ Այն մարդը ոնց կարա զեբրին լարի։ Մեկն էլ այդ մարդուն լարի։ Այս արդեն եկել են, փորձում են զեբրին սիրուն, կենթանուն տեղափոխեն։ Անշար կենթանի է։ Անշար, այդպես մի ասա։ Հիշեցնեմ, որ այս քանի օրը ԵՄ Հայաստան գագաթնաժողովն է։ Հիմա պատկերացրեք, եվրոպացի պատվիրակները ասես միասնիկյանով իշնում են, մեկ էլ Ժոն-Պիեր, այս Հայաստանը շատ ցիվիլ տեղ է երևում, ամենտեղ կախք ու կանոն, արի չար խանենք, վիզաները հազարկատալստենք։ Ժեղող, համաձայն եմ, շատ լավ երկիր հենց այս օրել, ազատականացնեք, մի րոպե, այն զեբրը շանապարին, Mon Dieu, c'est un zèbre! Զեբրը, Շամշան! Այդ տղա, ատամատիկին ինչ ես քաշել, զեբրն էշը չես ջոբում։ Հիմա շատ ավելի սյուր կլինի, որ պարզվի զեբրը դա ներկած էշ է, որտեվ եթե գուգլեք էշ ու գուգլեք զեբր, առանց դաժե ChatGPT խառնելու, մի տեսակ ամեն ինչա կնհայտ է։ Կարող է իհարկե զեբրի ու էշի անակնկալ բաստարդն է, բայց տեղ խառնվեց գազանոցը եւ իր ծանրակաշիռ կարծիքը ասեց, սևը սպիտակից բաժանեց։ Բարձր գնահատելով կրեատիվությունը, այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ այս կենթանին իրականում ավանակ է, որին որևէ քաղաքացի ներկել է զեբրի զոլերով։ Մեր զեբրերն այգում են, հանգիստ եւ անվնաս։ Համոզվելու համար կարող եք այցելել այգի։ Չնայած տարածված տեսարանքի շուրջ հումորներին, ուզում ենք նաեւ շեշտել, որ կենթանու ներկելը եւ նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենթանիների բարեկեցության սկզբունքներին։ Իրականում հա, կենթանի ներկելը շատ հորի բան է։ Ու հələ հարց է թե ով է իրական էշը։ Հա, էլի մի ներկեք կենթանիներին, ու խոսքը ձեզ էլ է վերաբերվում են cute pink գույնի ձեր շպիցերին, որ ներկում եք աղջիկներ, ձեզ էլ է հետի վերաբերվում։ Մի խոսքով, այսքան այս թեմաներից հիմա մի քիչ ավելի ծանր թեմաներ, Պետրոսի հյուրներ Արսեն Թորոսյանը։ Ու կարող էր թվալ, որ ահագին կհամաձայնվեն իրար հետ, բայց չէ։ Բայց երբ որ Ստեփանակերտում եկեղեցի են քանդում, ինչու իշխանությունը ձայն չի անում։ Դա չէ որ խաղաղության օրակարգի դեմ չի, ձեր ասած այդ փիլիսոփայությանը լավ ապրելու, տարածաշրջանի հետ երկրների հետ նորմալ լինելու դեմ չի։ Մենք հայտարարել ենք մի բան, որ մեր համար եւ մեր ժողովրդի համար
Եվ մենք դա շարունակելու ենք, Ղարաբաղյան շարժումը փակված է։ Ինչ կապ ունի դա դրա հետ։ Ուղիղ կապ ունի։ Եթե դու անում ես գործողություններ, որոնցով վերա կենթանացնում ես Ղարաբաղյան շարժումը, դրանից բխող կոնֆլիկտային տրամաբանությամբ, որտեղ դա կոնֆլիկտի սրում է նշանակում։ Ինչու՞։ Որովհետև ինչու ես դա ինչ կոնֆլիկտի սրում է։ Որովհետև Ես էս պահերի համար եմ հմեկ նայում։ Նենց եմ սիրում, որ մեկ-մեկ Պետրոսն էլ ախույ որում քպեականների ասածներից։ Okay, իսկ ոնց է գեղեցու քանդումը դատապարտելը սրում կոնֆլիկտ։ իր ինքնիշխան տարածքում Նույնիսկ որևէ երկրի ինքնիշխան տարածքում Հայաստանի եկեղեցի չպետք է քանդել։ Այո, իհարկե չպետք է քանդել, բայց եթե դու կարգավորման փուլում, երբ որ ուզում ես քո հարաբերությունները նորմալացնես, այդպիսի հարց ես բերում օրակարգ, ըստ էության նաև ինչ որտեղ ներքին գործերին չմիջամտելու բանով, հա, եթե դա պատմական մշակութային ժառանգություն է, դա այլ ձևով է։ Պատմական մշակութային ժառանգություն քանդել է։ Եվ ես կարծում եմ, որ այդ մշակութային եւ պատմական ժառանգության կրողները կարող են այդ հարցը բարձրացնել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, հա։ Տարբեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն է հիմնականում դրանով զբաղվում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարելի է այդ հարցը բարձրացնել։ Так, մի րոպե, մեր հայ առաքելական եկեղեցին քանդում են ու մենք սենց պետք է ծպտուն չանենք, ասենք ՅՈՒՆԵՍԿՕ, էսի քո բանն է, գնա դու խառնվի այս հարցը լուծի, մի հատ վատ լուր ունեմ։ Խաղաղությունները իրանք սենց չեն ելնում, երբ մի կողմը մյուսի ինչ որ մշակութային բաները քանդում է։ Խաղաղությունը ոնց որ դրա ճիշտ հակառակն է լինում։ Իսկ կարող է իրանք դրանով սադրում են, տենց բան մտածել ենք։ Եթե նույնիսկ իրենք անում են նման քայլեր ու փորձելով միգուցե նաև սադրել, հա, մեր կողմից այդպիսի քայլեր, մենք պետքա իմաստուն գտնվենք այնքան, որ չանենք այդպիսի քայլեր։ Եվ ես չեմ հասկանում նորից այդ մոտիվը, հա, ասենք արեցինք եւ ինչ։ Եվ ինչ, դա Հայաստանի Հանրապետությանը, ուղիղ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ապրող ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինչա տալու։ Դա տալու է այն, որ ուրիշ երկրները մեր մշակույթը քանդելուց առաջ մի հատ կմտածեն, էդ է տալու։ Իսկ вообще մի հատ է բան կա, որ խաղաղություն հաստատած երկրները չեն անում։ Իրար չեն սադրում, եթե խաղաղություն են հաստատել, կամ կարող է այնքան խաղաղ չի, ինչքան մեզ ուզում եք ընտրություններից առաջ կերցնել։ Թեման այնքան քննարկվեց, որ հերթը հասավ Փաշինյանին, որ առաջարկեց իր հիփոթետիկ թեզը։ Մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Ես ասեմ, նախ ես չէի քանդի, որտեվ ես բարբա fucking ռոս չեմ, որ մսկիթներ քանդեմ, երկրորդ ես էդի նենց կպիարեի, անենց ես լենտով կփաթաթեի, որ սա աշխարհը ծապ կտար, կասեր բրավո Մարկարյան։ Իսկ ես կես կասկած չունեմ, որ միանգամից կքանդեին, կստացի դու вообще կապ չունես, էլ ես ժողովրդի 99%-ի հետ, միանգամից կքանդեին, մանավանդ ոչ թե 10-րդ դարի ինչ որ պատմամշակութային բաներ, այլ թարմ մսկիթ կլներ ու հայերը հաստատ կքանդեին դա։ Եթե տենց է, ուրեմն ամեն ինչ հետ գանք, էլ են բանեն, այդքան խաղաղ չի, ինչքան ընտրություններից առաջ փորձում են մեզ համոզել։ Ստեղ մեկը մի բան մոռանում է, որ խոր վիրապն է դրել պասպորտում, դա խի չես ասում։ Բոլոր պատմամշակութային հուշարձանների միջոցով փորձ է արվել ապահովել Հայաստանի դիմանկարի բազմազանությունն ու բազմաշերտությունը։ Այն մյուս կողմից հա, որ Արարատը չերևա։ Մեկ պետքա նույն բանին այլ անկյունից նայել։ Think different, ինչպես ասում էր Ստիվ Ջոբսը։ Մի րոպե, ախր Արարատը ինքը տենց Чисто географически այդտեղ է այդ կողմից որ նայես։ Ինչպես նաև երբեմն որոշ ժամերի լուսինն է այդտեղ, որոշ ժամերի արևը եւ բևերային աստղը։ Հիմա որ բևերային աստղը պատկերենք, դա իրանց ինքնիշխանությունը հարցականի տակ չենք դնելու դրանով։ Նախ կարող է ուղղակի պատահաբար ռակուրսը սխալ է բռնվել, խես դա բացառում։ Այնպիսի ռակուրս ենք ընտրել մեր քաղաքականությունների եւ ինչի մասին շատ վաղուց խոսել ենք եւ խոսում ենք, որ կադրում արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արտահայտված լինի։ Պարոն Փաշինյան, լուրջ եմ ասում, սա կոմեդիա է։ Ուղղակի վատեն է, որ սա տրագիկ կոմեդիա է։ Դուք ձեզ լսում եք, դուք ինչ եք խոսում ընդհանրապես։ Okay, գուցե պատահական չի ռակուրսը բռնվել։ Նոր ուժերից մեկը, նոր ուժը անխնա քննադատեց սա։ Մարդիկ երբ որ խոր վիրապ են գնում, մեծամասամբ նաև հենց այդ Արարատի տեսքի համար են գնում։ Այնտեղ
հերադիտակներ կա կոպեկը, որ գցում ես նայում ես Արարատին։ Ձեր առաջարկը ոնց ասես շուրտ տանք սա հերադիտակներ են սուջուխի բանին, բուտկեկին նայեք որ սուջուխ են ծախում ձեր սիրած։ Ձեզ որ խոշորացնեք ձեր սուջուխը, հետո մի քիչ խոշորացնեք այն պերաշկին, մի քիչ խոշորացնեք կուկուրուզա, էդ ուզում որ մենք տեսնենք, հա։ Կուկուրուզը պերաշկին չգիտեմ, բայց մարդիկ ինտերնետում ասում են, որ խորվիրապի պատկերը չափազանց մանրամասն է։ Որքան մանրամասն Նարեկ։ Այ, էլի, ես անձամբ չեմ ստուգես ինտերնետից, ես խորվիրապ այդքան խորությամբ չեմ ուսումնասիրել, բայց ասում են, որ պատկերի են ամենաաճ անկյունում զուգարանն է։ Հիմա արժեն այսքան մանրամասն պատկերել խորվիրապը։ Ռուսը լավ խոսք ունի, из песни слова не выкинешь, зато մնացած ինչքան պուպուշ։ Հա, մնացած պատկերները իրոք շատ լավն էին, եկեք մի հատ նայենք դրանք։ Վարչապետի դիտարկմամբ մեր ծագումնաբանությունն արտահայտելու համար անձնագրի 4-րդ էջում Հայկ Նահապետն է, 5-րդ էջում Գեղամալերներում եւ Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներն են։ Ներկայացված է նաեւ պատմության հաջորդ կարևոր հանգրվանը՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը։ Այստեղ մենք տեղադրել ենք ըստ ավանդության եւ ըստ պատմության Արտաշես արքայի սահմանակարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են, մայր տաճարն է Չմիածնի, որը խորհրդանշում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու փաստը։ Հաջորդիվ արդեն մեր ժամանակակից պետականության սիմվոլներն են։ Այս վերջինը որ չներ, կարծում եմ ոչ ոք օպերայի մոտ ցույց չեր անելու, ասել ինչու՞ չկա։ Մարդ նույնիսկ ափսոսում է այդ սիրուն անձնագրի մեջ վիզա ստանա, ասես գնում ես պուպուշ անձնագիրը, բացում ես մեկ էլ Հայկ Նահապետի գլխին իջնում է Շենգեն։ Հա։ Բայց բացի դրանից, բարեկամներ, մեծ աղմուկ հանեց անձնագրի գույնը, կարմիրը, կամ ինչպես էսթետներն են ասում, բուրգունդին։ Ուղղակի ստեղ ոչ բոլորը հասկացան, թե ինչ խորամանկ քայլ է սրանով արել Փաշինյանը։ Բոլոր ԵՄ անդամ պետությունների անձնագրերը։ Մենք աննկատ նիրյատ ենք անում, ԵՄ ասում ենք, հեյ, եվրոպացիներ, մենք ձեր նման բուրգունդի ենք, կամ ինչպես ասեն, մի քանի դալ Թուրքիայի նման են սարքում անձնագիրը։ Ու ինչքան հիմար իրավիճակում է հայտնվում Խորվաթիան, իր միակ կապույտ անձնագրով, ասում вообще չջոգի ինչ է կատարվում։ ԵՄ մենք Խորվաթիայից ավելի Եվրոպա ենք։ Ну, եկեք չմոռանանք նաև այն փոքր մյուս նյուանսը, որը վերջապես կորնանք կենսաչափահասին կան անձնագիր, որպեսզի կարողանանք ազատականացնել վիզաները։ Всё, իսկ հիմա եկեք դառը լուրը։ Դուք կարծում ես հանրությունը արդեն պատրաստ է։ Ես կարծում եմ մենք իրավունք չունենք այլևս լռել հանրության դեմ դիմաց կանգնած այս լուրի հարցում։ Քաղաքական գործիչ Տիգրան Արզականցյանը եւ Ռուսաստանի Դաշնության միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կին Նատալիա Ռոտենբերգը ամուսնալուծվում են։ Որն է պատճառը, եթե Իվետա Մուկուչյանի կլիպի մեջ նկարվելն է, նա ամեն ինչ կբացատրի, այնտեղ բան չի եղել։ Իսկ եթե պատճառը այն է, որ այսքան տարում ռուսերեն չսովորեց, ստե ոչինչով չեն կարող օգնել, որտեղ ավելի երկար տարիների ընթացքում հայերեն էլ չսովորեց։ Նատալիա Ռոտենբերգը դիմել է դատարան ամուսնալուծության համար, թե ինչն է ամուսնալուծության պատճառը դեռևս չեն ցանկանում հայտնել։ Ես իհարկե չեմ պնդում, որ ամբողջությամբ կարող ենք бацаտրել, բայց կարծում եմ պատճառի մի մասը կարելի է կռահել այստեղից։ Не давай второй шанс. Пусть ценят с первого. Предатель, крыса, ухожу, женщина. Բայց կան ավելի թարմերը, այս մեկը հենց նախորդ շաբաթվանից է։ Сила женщины не всегда в громких решениях, чаще в тишине, в умении не опускать руки, в выборе оставаться собой, в способности идти дальше, несмотря ни на что. И, возможно, настоящая сила в том, чтобы сохранить в себе свет. Сила Наталья Ротенберг. Свет, вера, тишина. Крыса! Ահա այսպես TikTok-ի ամենահետաքրքիր կոլաբը էլ չկա։ Սիրտս վկայում է, որ մեզ նոր կոլաբներ են սպասվում։ Բարի գալուստ, Մորգենշտերն։ Վերջացել էր Ալենը Մորգենշտերնին ավտոյով տեղ տանում։ Так, Ժորդ, այսպիսի սյուժետային շրջադարձին մենք ճիշտ ասած պատրաստ չենք, ես շատ վերջը բայրամ։ Դրա համար մնացեք մեզ հետ։ Требуем дуэт։ Տենակ էսի որ ատանելու։ Մնացեք մեզ հետ։
Մեր տրամադրության գործընկեր Վեդի Ալկոն առաջարկում է աշխատավորի օրերից մինչև հունիսի 1-ը 15-ից 20% զեղչ ողջ տեսականու համար, որովհետև հայ աշխատավորի տրամադրությունը պետքա մայիսի ընթացքում մի փոքր ավելի բարձր լինի։ Համեցեք Պուշկինի 15A, որպեսզի զգաք հայ աշխատավոր լինելու հաճույքը։ Ու թող առաջին կենացը միշտ հայ աշխատավորի կենացը լինի։ Վեդի Ալկո, լավագույն կենացները շարունակվում են։ Սարգսյան, ինչի ինձ շտաբ կանչեցիր։ Պարոն Մարգարյան, մեր զանգուգինին պատրաստ է։ Նոր բույր։ Հայկական էնդեմիկ խաղողների համ։ Հրաշալի գինի եք ստացել, Սարգսյան, պետք է հպարտանաս։ Բայց կա մի կողմնակի էֆեկտ, որը հաշվի չէինք առել։ You can try now, Jennifer. Ես իմ անուշ Հայաստանի աղևահամ բան եմ սիրուն։ Բա դլնեմ։ Էդի պետք չի գրել։ Չափազանց հայկական գինի է ստացվել։ Կանգնեցնենք արտադրությունը։ Կրկնապատկել, մենք չափազանց հայկականից բացարձակ չենք նեղվում։ Հոփա, ինչ եղավ երկուշիշե։ Դե մեր հին ու բարի հայկական մունաթնելը մի թեթև ներթափանցել։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ին։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Հա, դե ճանապարհներ նայենք։ Ջոգում ես քանի գնում է գաղտնալսումները մենակ շատանում են, այսինքն փակ գծով խոսալու հորդորը չի ազդում մարդկանց վրա։ Ես արդեն սկսում եմ մտածել, որ կարող է դա արդեն ագնա, որ նու չեն կարա այդքան Դե կամ էլ այդ ամեն ինչը ձայնագրեն մինչև հրապարակելը, տենց երկու ամիս զեն չեն հանել, որ հիմա տենց կամած կանոնից անեն, տենց մինչև հունիս ինչ-որ գաղտնալսումների զապասում են։ Ամեն դեպքում աշխատեք կամ չգաղտնալսվել կամ չկաշառել ընտրողներին։ Ու համել ներողություն են խնդրում այս թվական մեջ ինձ համաշխարհային ռեկորդը սահմանելու համար չարխ բառը օգտագործելու այլևս չի գրքում։ Իդեպ կարող եք չարխ կանգնել մեզ Patreon-ով, ջուրում ես մեր պատրոններն են չարխ կանգնում։ Այլ ոչ մի չարխ։ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։